Թուքազյան արդեն մի քանի օր է մարզային հանդիպումների մեջ է Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը, քիչ առաջ դիտեցինք տեսանյութը, գրեթե ամեն տեղ այդ հանդիպումներն անցնում են միջադեպերով եւ այլն, նույնիսկ այսքան փոքրականակ հավաքների դեպքում ձեր կողմից ինչ է կարծում, ինչ մտավախություններ ունեն իշխանությունները, որ նման միջադեպերով են անցնում բոլոր հավաքները գրեթե։ Նախ ասեմ, որ միջադեպեր, որ երբ որ ասում ենք, պիտի հասկանանք, որ մենք գործ ունենք քրեական նաև հանցագործությունների հետ, որովհետև հարահավաքներին խանգարել դրանք քրեական հանցագործություններ են եւ ինչպես տեսակ Վանաձորում անգամ բռնություն սկսվեց։ Այսինքն, այստեղ շատ հստակ է, որ ռեժիմը փորձում է օգտագործել բռնի ուժը, ինչպես նաև փորձում է ընտրակեղծարարության այդ ամբողջ մեքենան, որը օգտագործվեց դեկտեմբերի 6-ին, ես նկատի ունեմ թե վարչական ռեսուրսը, որովհետև մենք արդեն պարզել ենք այն բոլոր դեմքերը, որոնք որ հայտնվում են, դրանք կամ քաղաքապետարանի աշխատողներ են, կամ քրեական անցյալ ունեցող մարդիկ են, կամ դպրոցների ուսուցչական կազմից մարդիկ են, որոնք մենք գիտենք, թե ինչքան ակտիվ մասնակցություն են ունեցել այս վերջին ընտրակեղծումների ժամանակ։ Այսինքն իրենք փորձեցին այդ ամբողջ մեքենան արդեն երկրորդ անգամ օգտագործել, ցույց տալու համար, որ իբրև կա դիմադրություն կա շրջաններում անցնող հանրահավաքների, բայց քանի որ իրավապահ մարմինների գործն էր ապահովել, այսպես ասած, ապահով անցկացում այդ հանրահավաքների, ապա կարող ենք ֆիքսել, որ դիտորդի կարգավիճակում էին։ Հատկապես օրինակ Վանաձորի առումով մենք նախապես գիտեինք, որ պիտի սադրանք լինի եւ զգուշացրել էինք ոստիկանությանը, որ սադրանք պիտի լինի, բայց իրենք էլի դիտորդի կարգավիճակով սպասեցին մինչեւ ընդհարումը հասունանա։ Ուրեմն սրանից եզրակացություն կարող ենք անել, որ այսպես ասած դեկորատիվ ժողովրդավարությունը, որ Հայաստանում գոյություն ունի, նաեւ արտահայտվում է մարզերում նրանով, որ իրենք ոչ միայն ժողովրդի նկատմամբ ամեն տեսակ քարոզչական եւ ճնշումային միջոցներ են օգտագործում, որպեսզի իրենք չգան հանդիպումներին, բայց նաեւ այն ժողովուրդը, որ գալիս է, նրանք փորձում են նրանց ահաբեկել տեղում։ Այսինքն հստակ է սովորական ավտորիտար ռեժիմի գործիքակազմը ամեն կերպ փորձել այլախոհությունը, բազմակարծությունը ճնշել։ Արդեն այն հանգամանքը, որ անդադ ասում են բոլոր քաղաքներում նույն մարդիկ, նույն հանգերքն են երգում, որ դուրս եկեք այս քաղաքից, մի եկեք, մի խոսեք եւ այլն, այդ խոսում են մասին, որ իրենց մտածողության մեջ դա նորմալ է, որ ասենք իջևանցիներին է, սևանցիներին է, էջմիածինցիներին է, այսինքն քաղաքացիության գաղափարը անգամ մերժվում է, բաժանիր որ տիրես։ Սա շատ հստակ երևակում է իրավիճակ։ Ես բացի ուրեմն իրավապահ մարմինների, այսպես եւ վարչական ռեսուրսի քաղաքական մենատիրության տակ գտնվելու, հարկադրանքի տակ գտնվելուց ուզում եմ ընդգծել նաև, որ բացի ձեր միգուցե Ազատություն ռադիոկայանից հիմնական լրատվամիջոցները համարյա լռության էին ենթարկում այն մեսեջները, այն ուղերձները, որոնք այս մարզային հավաքների ժամանակ քննարկվում է ժողովրդի հետ։ Եվ սա էլ շատ հետաքրքիր է, որ ամբողջ մեդիա դաշտը փաստորեն էլի քաղաքական հարկադրանքի տակ է գտնվում։ Սա նույնպես շատ լավ բնութագրում է բռնակալությունը, որը Հայաստանում կա, որը մենք գիտենք, որ խանական համակարգի տարեր ունի, ամենտեղ խաներ կան, փոքր ու մեծ, եւ քրեական տարերով հագեցված, եւ փորձում են այսպես ահաբեկել, մթնոլորտ ստեղծել, որ գիտեք, հա, այստեղ հնարավոր չի որևիցե ձևով դիմադրական որևիցե շարժում ստեղծել Հայաստանում։ Պարոն Թուքազյան, դեկտեմբերի 1-ից մեկնարկած անհնազանդությունը Ժիրայր Սեֆիլյանի առաջին ասուլիսն եմ ուզում մեջ բերել նոյեմբերի 30-ին, երբ նա նշում էր, որ վաղվանից գալու ենք եւ տուն չենք վերադառնալու այնքան ժամանակ, մինչեւ որ հասնենք մեր ուզածին իշխանապողության, նույնիսկ նշվում էր, որ մինչեւ դեկտեմբերի 6-ն է հնարավոր դրան հասնել։ Հիմա դեկտեմբերի 6-ի քվեարկությունն ամեն դեպքում անցյալում է, ընդդիմադիրները նշում են, որ հանրաքվեի գործընթացը չի ավարտվել։ Կարող ենք արդեն գոնե խոսել հստակ ժամկետների մասին, որովհետև ձեր հավաքները Ազատության հրապարակում եւ մարզերում այնքան էլ մարդաշատ չեն եւ շատերի դիտարկման պատճառը հենց այն է, որ հստակ մեխանիզմ, հստակ գործողությունների պլան չկա, թե ինչպես եք հասնելու ձեր ուզած իշխանափոխության, ձեր մատնանշած գործողություններին։ Ես նախ ասեմ, որ այն ամբողջ գործունեությունը, որ Նոր Հայաստանը ծավալել է, դա անհրաժեշտ պայման է
ոտքի կանգնելու համար ժողովրդի։ Միգուցե բավարար չի, միգուցե էլի անելիքներ ունենք եւ մենք վստահ անում ենք, մենք ինչպես հայտարարել ենք, որ մենք տուն չենք գնալու, տուն չենք գնալու, նոր ուժ է հայտնվել, որը գտնում է, որ այո, փոփոխությունները Հայաստանում պիտի սկսվեն հենց այս հանրաքվեի հետ կապված եւ հանրաքվեի process-ը ես ուզում եմ նորից հիշեցնել, որ ավարտված վիճակում չի։ Ապա լեգիտիմացումը, որը փաստորեն հանրաքվեի ապալեգիտիմացումը եւ ռեժիմի ապալեգիտիմացումը դրանք զուգահեռ process-ներ են եւ մենք դրա ականատեսն ենք լինում եւ տեղերում այն դժգոհությունը, որ կա եւ այն վախի մթնոլորտում, եթե ժողովուրդը հավաքվում է, դա նշանակում է կա քաղաքացիական դիմադրություն։ Հիմա կան տարբեր միջոցներ, մենք գիտենք մեր ժողովրդի սոցիալական վիճակը, կախվածությունների բազմաթիվ ձևերը, որով ռեժիմը ճնշում է ժողովրդին, այդ գիտակցելով հանդերձ մենք համախմբելու խնդիր ենք դնում։ Եվ այդ համախմբելու խնդիրը անհրաժեշտ պայմաններ այս ամբողջ հավաքները եւ երթերը եւ քաղաքացիական անհնազանդության այն ձևերը, որոնք կիրառվեցին, ինչպես մենք ասել էինք, այնպես էլ կիրառեցինք, այն ժողովրդի չափով, որը հավաքված էր, դրա չափով կիրառվեց քաղաքացիական անհնազանդության զինանոցը եւ շարունակվում է կիրառվել եւ մենք շարունակելու ենք այդ գործընթացը։ Մենք վստահ ենք, որ ռեժիմը այն կայունության ռեսուրսը, որը ունեցել է, այլևս չունի եւ դրա իր վարկագծով էլ է դա ապացուցում, որովհետեւ շատ դեպքերում ինքը կարող է շատ ավելի բռնի միջոցներ օգտագործել մեր նկատմամբ եւ եթե սկսել են փոխել իրենց մարտավարությունը, դա եւ գալով նորմալ հրապարակային դաշտ, որտեղ իրենք պարտվում են իհարկե, որտեղ այդ բոլոր մարդիկ, որոնք հայտնվում են կադրերում, պարզվում է, որ իրենք հանրապետական են, քրեական անցյալ ունեն, մեկ առ մեկ սուտ են խոսում, որ իրենք ազատամարտիկի այրիներ են եւ այլ անուն առնուն այդ ամբողջ կեղծիքը հիմա արդեն երևում է ուրիշ կերպ, այսինքն այս կեղծարար մեքենան նաեւ կեղծում են հենց իրենց ներկայացնելով կեղծ ներկայացումներ կազմակերպել։ Ինչով եք բացատրում մարդկանց նվազ քանակը ձեր հավաքներին։ Դեկտեմբերի 1-ին բավականին մարդաշատ էր, դրան հաջորդող օրերին մենք արդեն տեսնում էինք, որ մարդիկ այնքան էլ կարծես վստահությունը մարեց ձեր քաղաքական ուժերի, ձեր գործողությունների նկատմամբ։ Ինչով եք բացատրում այն հանգամանքը, որ այսօր Ազատության հրապարակներում ձեր հավաքներին մի քանի 100 առավելագույն մարդ է մասնակցում համեմատած առաջին հանրահավաքի հետ։ Ուրեմն նախ նշեմ, որ հանրաքվեն դա շատ բարձր գիտակցություն պահանջող քվեարկություն է, դա սովորական սոցիալական պահանջ չի եւ այն մարդկանց քանակը, որը ներգրաված է եղել այս գործընթացում, մի քանի հազարի է հասել տարբեր տեղերում, մենք շատ լավ գիտենք, որ առաջի օրերին ինչպես էին ճնշում, մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես թույլ չէին տալիս, որպեսզի մարզերից անգամ սովորական երթևեկող ավտոբուսները գնան Երևան։ Ուրեմն այդ ամբողջ ճնշման մեքենան աշխատել է։ Տեղերում ճնշումներ են եղել մարդկանց նկատմամբ, Երևանում ճնշումներ են եղել մարդկանց նկատմամբ։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մենք գործ ունենք բռնակալության հետ, բայց այդ բռնակալության պայմաններում այն կայուն զանգվածը, որը հիմա կա, որը միավորվել է, դա նոր կոնֆիգուրացիա է տվել դիմադրության շարժմանը։ Այն բջիջները, որոնք ստեղծվում են, այն մարդիկ, որոնք մենք նոր մարդկանց հետ գործ ունենք, որոնք նոր միավորման մեջ են միավորվել։ Եվ սա խոսում է այն մասին, որ բարձր գիտակցականության եւ վճռական քաղաքացիների մի կորիզ գոյություն ունի Հայաստանում, եւ այդ կորիզը փոքր Հայաստանի համար բավարար կորիզ է, որ իր գործունեությունը շարունակի։ Եվ շարունակի հենց քաղաքացիական անհնազանդության լոզունգներով, բայց իհարկե բոլոր հնարավոր միջոցները եւ առիթները, որոնք կան, դիմադրություն ցույց տալու պիտի օգտագործվեն։ Այսինքն այստեղ ոչ թե մենք պիտի միայն քանակներից խոսենք, այլև որակներից պիտի խոսենք, որտեղ գիտեք ինչ, 87 թվականին շատ մարդ չկար, տասնյակներ էին, որոնք խոսում էին Ղարաբաղի կարևորության մասին, չէ՞։ Հետո 88 թվականին ամբողջ ժողովուրդը միավորվեց։ Հիմա մենք 16 թվականի շեմին գտնվում ենք մի շատ ծանր տարվա շեմին, որ ակնհայտ է։ Այսօր երևի դուք, չգիտեմ, լուրերին հետևել եք, տեսել եք Ադրբեջանում մեկ օրվա մեջ 45%-ով իրենց ազգային արժույթը արժեքազրկվել է։ Նույնը Ղազախստանում է եղել մի քանի ամիս առաջ, Ռուսաստանում մեկ ամսում 10% արժեքազրկում է եղել։ Այդ բոլորը կարծես Հայաստանի հետ կապ չունի։ Կապ չունի Հայաստանի համար, թե նավթի գինը ինչ տատանումներ կտա, բենզինը այստեղ պիտի կայուն թանկ լինի եւ այլն։ Բայց դա այդ փուչիկը, որը կատարում է, չէ՞ որ այդ բոլորը ազդելու է մեր տնտեսության վրա։ Արհեստականորեն կարելի է պահել այդ ինչ որ ժամանակ, բայց չէ՞ որ վարկեր են վերցնում մարդիկ, հետո չեն կարողանալու այդ վարկերը փակել
եւ այլն եւ այլն։ Այդ ամբողջը մենք դեռ տեսնելու ենք։ Այդ սոցիալական ցնցումներից առաջ շատ կարեւոր է, որ առաջանա մի բևեռ, ժողովուրդը իմանա, որ գոյություն ունի դիմադրության բևեռ։ Ես ինչի եմ ընդգծում դիմադրություն բառը, ոչ թե ընդդիմադիր եմ ասում, որտեղ մենք ազատագրման խնդիր ունենք։ Այստեղ ոչ թե ընդդիմություն իշխանության խնդիր է, այլ այստեղ ազատագրման խնդիր կա, որովհետև մեր երկիրը ղեկավարել է, զավթվել է իշխանությունը եւ հերթական անգամ երևաց թե ինչ ձևով են իրենք փորձում պայմանագիր կնքել ժողովրդի հետ, որովհետև հանրաքվեն դա պայմանագիր է, չէ՞, երբ որ խոսում ենք սահմանադրության մասին։ Այսինքն անգամ համոզելու կարողություն չունի այս ռեժիմը որևիցե ձևով իր ժողովրդին պայմանավորվելու իր ժողովրդի հետ, թե ինչպես պիտի ապագան կառուցի։ Ուրեմն սա խոսում է այն մասին, որ մեր երկիրը լրջագույն ցնցումների առջև է եւ դրա մասին մասնավորապես նաեւ խոսում է ռեժիմի ներկայացուցիչների վերջի օրերի ելույթները, որ իրենք խոսում են գերճիքեր են շուտով պահանջվելու ժողովրդից, չէ, գերլարումներ են լինելու։ Այդ բոլորը կապվում է անվտանգության հետ, չեն խոսում այն մասին, որ այդ ժողովուրդը պատրաստ է շվայտության պարագաներում ապրող իր այդ ռեժիմի վերնախավի հետ գնալ գերլարումների։ Պարոն Չուքազյան, տարին մոտենում է ավարտին, Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը խոստացել է դեկտեմբերի 31-ին, արդեն նոր տարին դիմավորել Ազատության հրապարակում, ձեր համակիրների, այս օրերին այնտեղ գիշերողների հետ միասին։ Եկող տարվա համար արդեն ինչ խոստումներ ունեք դուք այն ժողովրդին, այն քվեարկողներին, գուցե դեկտեմբերի 6-ին, ովքեր մինչ այս պահը հավատացած են, որ կարողանալու են ձեզ հետ միասին հասնել եզրագծին Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչպես խոստանում են ձեր նախաձեռնության անդամները։ Իհարկե կարելի է, այսպես ասած, գեղեցիկ հեռուստակադր սարքել լուսավոր ծաղկող Հայաստանի, տոնածառներով, լույսերով եւ այլն, եւ տպավորություն ստեղծել հատկապես այդ լուսավոր Հայաստանի երգիչ-երգչուհիներով եւ քաղաքական գործիչներով, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, ծաղկում է, լուսավոր է եւ այլն։ Բայց մենք շատ լավ գիտենք, բոլորս շատ լավ գիտենք, որ հենց այս օրերին, չէ, ազատամարտիկը սառեց իր տանը եւ չկարողացավ ուղղակի աչքերը բացել առավոտյան, չէ։ Մենք այս օրերին գիտենք, լսում ենք լրահոսից, որ 25-ամյա հայրը, 3 երեխաների հայրը ինքնասպանություն գործեց եւ սա ոչ թե առանձին դեպքեր են։ Մենք գիտենք, որ մեր ժողովրդի մեծամասնությունը ապրում է չքավորության սարսափելի պայմաններում։ Այսինքն մեր երկրում գոյություն չունի համերաշխություն։ Համերաշխության կուլտուրան վերացած է։ Կա ծաղկող Հայաստան մի խումբ մարդկանց համար, եւ այդ ցուցանիշով աշխարհի ամենաբևեռացված երկրներից մեկն ենք դարձել, աֆրիկյան երկրների նման ենք դարձել։ Եվ կա Հայաստանի, ասենք, մայրաքաղաքի մի կենտրոն, որը ծաղկում է, իսկ մնացած ամբողջ մարզերը պիտի ճորտական վիճակում գտնվեն։ Ուրեմն մեր Ազատության հրապարակում հայտնվելը խոսում է այն մասին, որ գոյություն ունի ուրիշ տեսակ Հայաստանում, պատասխանատու քաղաքական գործիչների, որոնք խոսում են նոր որակի Հայաստանի անհրաժեշտության մասին, որ այսպես մենք չենք կարող շարունակվել որպես ժողովուրդ, որովհետև պարազիտային վերնախավով երկիրը ինքն իրեն ուտելու է եւ անգամ այդ պարազիտները չեն գոյատևելու, որովհետև իրենք էլ են ստիպված լինելու փախչել այս երկրից։ Եվ մեր նպատակն է ստեղծել այդ այլընտրանքային նոր Հայաստանը, եւ մենք այդ ճանապարհին ենք եւ այն կայուն կորիզը, որը առաջացել է, որոնք մեր շուրջն են, մենք վստահ ենք, որ Ազատության հրապարակում մենք այդ դրոշն ենք պարզել եւ այդ դրոշը, այդ փոքրիկ պլացդարմը ազատության մթնոլորտի, որը կա Ազատության հրապարակում, նոր տարում պիտի տարածվի ամբողջ երկրով մեկ։ Պարոն Չուքազյան, եթե ամփոփենք մեր զրույցը, այսօրերին ստեղծվել են արդեն կուսակցություններ, մի քանի օր առաջ Լուսավոր Հայաստան կուսակցության համագումարներ, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը, նրանք պատրաստում են մասնակցել հերթական 2017 թվականի ընտրություններին, ինչի պատճառով էլ ձեր հրավերներին ամեն դեպքում Ազատության հրապարակ գալու մերժեցին, նշելով, որ այսօրերին ստեղծում են համակիրների թիվ ընտրությունների գնալու։ Դուք մինչև 2017 թվականը հնարավոր համարում եք ձեր նշած գործողություններին հասնելը, իշխանափոխության հասնել ոչ թե ընտրությունների, այլ քաղաքացիական անհնազանդության եւ փողոցային պայքարի միջոցով։ Տեսեք, ես արդեն խոսեցի այն մասին, որ լուրջ սոցիալական, ֆինանսական ցնցումների առաջ է երկիրը կանգնած եւ աշխարհաքաղաքական լուրջ
այսպես մարտահրավերներ կան մեր երկրի առջև կանգնած եւ արդեն իշխանությունը ինքը խոսում է գերլարումների, գերճիքերի անհրաժեշտության համար։ Ինչպես կարող է անհամերաշխ երկրում նման մթնոլորտում առաջանա ուրեմն գերճիքեր, ուրեմն հիվանդ մարմնի մասին ենք խոսում։ Այդ հիվանդ մարմնին անհրաժեշտ գործողություններ են հարկավոր անմիջապես։ Մենք չենք կարող սպասել մինչև մարմինը մեռնի, որ հետո իրեն բուժենք։ Ուստի հենց այն ոսկորը, որը մնացել է այս իշխանության կոկորդին, այսինքն հանրաքվեն, իր տրամաբանական ավարտին պիտի հասցվի, որովհետև մինչև հունիս այս սահմանադրությունը չի գործելու եւ մենք քաղաքական օրակարգ ենք դրել արտահերթ նախագահական ընտրությունների հարցը, որը ըստ հին գործող, այսպես ասած, սահմանադրության այդ հնարավորությունը կա։ Մենք մինչև դա պիտի հասնենք այդ արտահերթ ընտրություններին, որովհետեւ այս վնասակար սահմանադրությունը Հայաստանում չգործի եւ այն բոլոր ուժերը, ովքեր իսկապես արտահայտվել են, որ այս սահմանադրությունը սխալ էր եւ պետք չէր անցնել Հայաստանի համար, որովհետեւ նման աշխարհաքաղաքական պայմաններում պետք չէր վիրահատության ենթարկել երկրի կառավարման համակարգը, նրանք այդ հնարավորությունը ունեն, որ իրենց այսպես ասած ընդդիմադիր կեցվածքը ցույց տան այդ դիմադրության ընթացքում։ Իսկ իհարկե կան այլ ուժեր, որոնք մտածում են, որ եւս մեկ հնարավորություն կա փորձելու ուժերը, ասենք 17 թվականին, բայց չէ որ եթե օրենքը անջատված է որևիցե ընտրության ժամանակ, որևիցե քվեարկության ժամանակ, այդ օրենքը ոչ ոք չի միացնի հաջորդ կամ դրանից հետո ընտրությունների ժամանակ։ Եվ եւս մի բան, ես այդպես չեմ ասի միջև հունիսն է։ Մենք չենք կարող ասել, թե դեպքի զարգացումը ինչքան արագ կարող է ընթանալ, որովհետեւ ես ասացի այսօր 45% մենակ Ադրբեջանը մեկ օրում անկում ունեցավ։ Մենք չգիտենք վաղը ինչ կլինի Հայաստանում կամ վաղը չեմիսօրը։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի փուչիկը, այս ամբողջ տնտեսական փուչիկը, որը փչված է, պիտի պայթի։ Հիմա ում վրա է պայթել, ով է վճարելու դրա համար։ Եթե մենք թողենք, որ սոցիալական պայթյուն լինի երկրում, դա կլիներ վատագույնը, որ մենք կարող էինք այսպիսի աշխարհաքաղաքական պայմաններում թույլ տալ։ Որպես պատասխանատու ուժ քաղաքական, մենք գտնում ենք, որ քաղաքական process-ներով պետք է այս փոփոխությունները, արմատական փոփոխությունները սկսել եւ դրա համար մենք չունենք շատ ժամանակ։ Մենք ունենք մի քանի հազար ժամ, ես այսպես կարող եմ ասել, եւ այդ ամեն ժամ իրավիճակը փոխվում է։ Այդ մի քանի հազար ժամի ընթացքում մենք ոչ թե պետք է պատրաստվենք մեկ անգամ եւս ծովի ջուրը խմելու, հա, որպեսզի իմանանք, որ դառն է եւ աղի է այդ ջուրը, որովհետեւ մի բուրնել հերիք է բարձելու համար, որ ծովի ջուրը աղի է, այլ անցնել գործողությունների, այո, այդ գործողությունները, ինչպես ասացի, բավարար չէին միգուցե դեկտեմբերին, բայց այդ գործողությունները չեն դադարել։ Ինչպես տեսնում եք, մենք ինչպես խոստացել ենք, մենք շարունակում ենք, մենք շարունակելու ենք այս ամբողջ ընթացքում, նոր տարվա գիշերն էլ ենք շարունակելու, դրանից հետո էլ ենք շարունակելու, տարբեր գործողություններ են լինելու։ Այնպես որ բոլոր այն մարդիկ, որոնց համար իսկապես թանկ է այս իրավիճակը, ես չեմ նախանձում նախ այն մարդկանց, որոնք սպասողական վիճակում են գտնվում, որովհետև այս վիճակում սպասելը դա իմունային համակարգը, այսպես ասած, վնասել է նշանակում, որ մուկը ընկնում է կաթի մեջ, գիտեք այդ պատմությունը, չէ, որ այնքան է ոտքերով հարում, միջև որ ամրանում է, այսինքն ինքը չի խեղդվում։ Մենք այդ վիճակում ենք ցավոք սրտի, որովհետև երկիրը խեղդվելու վիճակի մեջ է հայտնվելու։